Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Vkontakte-ում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Vkontakte-ում ենք։ Պապ, ինչ նորություն կա։ Ոչ մի լավ բան բալես։ Այսինքն։ Ռուբեն, ինչ է եղել։ Ինչ որ մի բան ես իմացել։ Պարզվում է այդ արտակը Դավիթի մորն է հետևել մի քանի անգամ։ Դավիթը մերն էլ գնացել է բողոքել է։ Ասել է, որ Դավիթի անունն է տալիս ու սպառնացել է։ Այդ արդեն նշանակում է, որ արտակը ինչ որ միտք է ունեցել։ Նոնը այդ հիմա էական նշանակություն չունի, որովհետև ստեղ զոհը արտակն է ու ընդհանրապես կապ չունի, թե ով է առաջին է սկսել։ Հետո, պապ։ Հետո նաև պարզվում է, որ արտակն ու Դավիթը հանդիպել են իրար հետ։ Իսկ այդ խոսակցությունը ձայնագրել է արտակը։ Իսկ այդ ձայնագրությունը հիմա գտնվում է ոստիկանությունում, իսկ այդ շատ վատ անդրադառնալու Դավիթի վրա։ Որովհետև Դավիթը սպառնացել է այդ ձայնագրության մեջ արտակին։ Ինչ։ Մարիա, քեզ լավ չես զգում։ Մամ, ամեն ինչ նորմալ է։ Պապ, ինչ ենք անելու։ Չգիտեմ, Մարիա, գաղափար չունեմ։ Ամեն ինչ մեր դեմ է։ Պապ, այս ամենը հնարավոր չի, այս ուղղակի զուգադիպություն է, Դավիթը կապ չունի այս ամենի հետ։ Բալես ուզում եմ քեզ մեծ հարց տամ, բայց չեմ ուզում դու դրանից վատը զգաս։ Հնարավոր է, որ Դավիթը ինչ-որ սխալ բան է արել, դե տղա են, խոսացել են, վիճել են, տաքացել են։ Կարա Դավիթը ինչ-որ բան արած լինի։ Չէ, պապ, հաստատ չէ։ Ինչ էլ լիներ, Դավիթը նման քայլի չէր գնա։ Դավիթը ունակ չի մարդ սպանելու։ Իսկ այդ արտակը ունակ է մարդուն ափերից հանելու հասկանում ես, ես դրան ճանաչում եմ, շփվել եմ։ Դրա համար եմ հիմա քեզ այդ հարցը տալիս, ու այդ արտակը շատ հնարավոր է, որ Դավիթին էլ հունից հանած լինի։ Պապ, ես էլ Դավիթին եմ ճանաչում ու վստահ եմ, որ ինքը այդ քայլին չէր գնա։ Ու հետո սպանություն կատարած մարդը չէր կարող այդքան հանգիստ լիներ, իսկ ես նման բան չեմ զգացել։ Դավիթը շատ հանգիստ էր։ Մենք այսօր նույնիսկ պատրաստվում ենք հանդիպել։ Ամեն ինչ այնքան լավ էր, ինչի սենց փոխվեց։ Ամեն ինչ լավ կլինի, բալես, հանգստացի։ Ես ամեն ինչ կանեմ, որ Դավիթին օգնեմ։ Պապ, խնդրում եմ, խոստացիր, որ Դավիթը հնարավորինս կարճ ժամանակահատվածում դուրս կգա այդտեղից։ Շատ դժվար է լինելու, ինչ խոսք։ Խաչատրյանը մեր դեմ է, բայց ես ամեն ինչ կանեմ։ Պապ, բայց ինչի է վատ տրամադրված։ Հիշում ես այն արտակի մեքենայի գործով, որ բռնել էին Դավիթին, էլի Խաչատրյանի մոտ էր այդ գործը։ Մի քիչ անախորժություններ եղավ, իջեցինք մի խոսքով։ Պապ, ես վստահ եմ, որ Դավիթը այս գործի հետ կապ չունի։ Այս պատմության միակ մեղավորը ես եմ, բայց ես պատրաստ չեմ Դավիթին կորցնելու։ Պապ, ես այնքան երջանիկ էի, ընդամենը մի քանի ժամ առաջ ամեն ինչ այնքան լավ էր։ Բալես, ամեն ինչ լավ կլինի։ Մենք կպայքարենք։ Ուղղակի մենք հիմա պետք է շատ ուշադիր լինենք։ Ամեն մանրուքի պետք է ուշադիր լինենք, հետևենք ու անենք այն, ինչ կարանք։ Պապ, եթե դու նորից ասես, որ մտածում ես Դավիթը այս ամենի հետ կապ ունի, ես անverջ պատրաստ եմ ժխտել, որովհետև ինձնից լավ Դավիթին ոչ ոք չի ճանաչում։
Ես վստահ եմ, որ ինքը այդ քայլին չէր գնա։ Ով էլ ուզում է իրեն հունից հաներ։ Ով ինչ ուզում է ասի, ես դրան չեմ հավատա։ Դավիթը ընդունակ չի այդ քայլին։ Ինձ հիվանդանոցում ասեցին, որ այդ Արտակի մահը վրա է հասել ծանր վնասվածքից, որը հարվածի հետևանք է։ Այսինքն ինչ-որ մեկը իրան հրել է։ Այդ ինչ-որ մեկը Դավիթը չի, պապ։ Հաստատ Դավիթը չի։ Մի բան պիտի մտածեմ, սենց նստել չեմ կարա։ Աբուլ արդեն գիտես։ Ես էլ դրա համար էի զանգել քեզ։ Ռուբեն, հիմա ինչ է լինելու։ Ինչ պետք է անենք։ Չգիտեմ, նորա, ես արդեն փաստաբանի զանգել եմ, հետաքրքրվում է այդ գործով։ Հիմա պետք չի իրար խառնվել, պետք է հանգիստ գործել։ Բայց քո վիճակն էլ է շատ բարդ։ Ու ոնց հասկանում եմ, իրավիճակն էլ է գնալով բարդանում, հա։ Մարիան ամբողջ գիշեր լացել է, բայց մենք երեք խոսացինք իրար հետ, բայց ես տենց էլ չհասկացա, ինչի ես մտածում, որ Դավիթն է մեղավոր։ Նոնա, ես ամեն ինչ հաշվի եմ առնում։ Դու չես ճանաչել այդ Արտակին, իսկ ես ճանաչել եմ։ Ինքը մարդուն հունից հանելու մեծ ունակություն ուներ։ Բայց ես չեմ հասկանում, ոնց կարող էր Դավիթը այդ պահին այդպես թուլանար։ Մանավանդ, որ հիմա իրա ու Մարիայի կյանքում մեծ փոփոխություն է եղել։ Չգիտեմ, նոնա, չգիտեմ։ Աբուլ ջան, ներս արի, տղես։ Բարև ձեզ, Ռուբենը տանն է։ Հա, տաննա, ներս արի։ Աբուլ ջան։ Ես ինչ լավ ես արել եկել ես։ Երևի արդեն գիտեք, չէ, Դավիթի մասին։ Եկել եմ հասկանամ ինչ է եղել, ինչի է Դավիթը բաժնում։ Երեք գիշեր չեկա ուշեր, բայց այսօր էլ չկարողացա չգալ։ Դավիթը երեք զանգեց գիշերը, ասեց, որ բաժնում է ու անջատեց։ Ոչ մի հարցի պատասխան չունեմ։ Ես էլ անհանգստանում եմ։ Հա, երեք ես գնացել եմ բաժին։ Ու այն ինչ իմացել եմ, հեչ հուսադրող չի։ Ինձ կպատմեք ամեն ինչ։
Այսինքն հիմա բոլոր ապացույցները Դավիթի դեմ են։ Հա, հարցը շատ լուրջ է։ Ու այդ ձայնագրությունն է համահանում, որտեղ իրոք լսվում է, որ Դավիթը սպառնում է Արտակին։ Իմ աղբերը ընդունակ չի մարդ սպանելուն։ Հա ինքը շուտ է բռնկվում, կռվարար է, բայց մարդասպան չի։ Այդ դրանում մենք էլ ենք համոզված։ Ուղղակի ապացույցներ են պետք։ Մենք պետք է մի կերպ, մի ձև արդարացնենք Դավիթին։ Եթե Արտակին իրոք սպանել են, ուրեմն մենք պետք է գտնենք իրական մարդասպանին։ Բայց ոնց։ Մենք ինչ իմանանք Արտակը քանի հոգու հետ է խնդիրներ ունեցել։ Ովքեր են իր իսկական թշնամիները, ոնց իմանանք։ Չգիտեմ, բայց արդեն հետաքրքրվում եմ Արտակով։ Բոլոր կապերս գործի կդնեմ, հուսամ ինչ-որ բան կգտնենք։ Ռուբեն, խնդրում եմ քեզ, աղաչում եմ քեզ, մի բան արա, որ Դավիթին օգնես։ Մի ելք գտիր։ Դավիթը այնտեղ ինչի որ այնտեղ մնա։ Ես ամեն ինչ անում եմ, Նոնա։ Ես էլ բոլորիդ նման ուզում եմ, որ Դավիթին հնարավորինս շուտ դուրս բերենք այդտեղից։ Լավ, ինչի են բոլորը մտածում, որ Դավիթն է արել։ Ինչի երկրորդ տարբերակ չեն մտածում։ Թե դժվար է կասկածյալ գտնելն է, որ գտնում եմ վերջ, ամեն ինչ պետք է անեմ, որ գլխին սարքեն։ Չէ, տղես, սխալ կարծիք ունես։ Այն ամենը, ինչ հիմա Դավիթի հետ կատարվում է, այդ ամենը օրենքի շրջանակներում է։ Եթե հանկարծ օրենքից դուրս մի բան լիներ, հաստատ ես չէի թողնի հանգիստ տեղի։ Լավ, մենք հիմա իրավունք չունենք թևաթափ լինելու։ Մենք պետք է հիմա բոլորս Դավիթի կողքին լինենք, Դավիթին օգնենք ու վատը չմտածենք։ Ամեն ինչ կկարգավորվի։ Ես չեմ ուզում իմ աղբերը անիմաստ մի քանի ամիս այնտեղ մնա, մինչև գտնեն իրական մեղավորին։ Այդ սխալ է։ Ռուբենը ամեն ինչ կանի, որ Դավիթը այնտեղից շուտ դուրս գա։ Չէ, Ռուբեն։ Անում եմ, Նոն ջան, կանեմ։ Մարիան լավ է։ Ամբողջ գիշեր լացել է։ Հիմա իր սենյակում է։ Պարզ է։ Դե ես գնամ, եթե ինչ-որ բան իմանաք, խնդրում եմ, ինձ զանգեք, ասեք։ Անմիջապես, կզանգեմ։ Արի ես քեզ կճանապարհեմ։
Մարիա, ես քո օգնության կարիք ունեմ, շատ շտապ, ուր ես, ինչի զանգերից չես պատասխանում։ Ուրեմն այդ տղեն առաջարկում է, որ հանդիպենք, ես էլ չգիտեմ ինչ անեմ։ Ինձ քո խորհուրդն է պետք, Մար։ Գնամ։ Մարիա ջան, արդյուն ես։ Հա, տատ, նստել եմ, բայց ժամին էլ չեմ նայել։ Պետքա դուրս գամ, պետքա մի բան իմանամ։ Ամբողջ գիշեր լաց ես եղել։ Մի քիչ քնեիր, հանգստանայիր էլի։ Տատ ոնց քնեմ։ Պետքա Դավիթին օգնեմ։ Հասկանում եմ քեզ, հասկանում եմ։ Բայց որ գնացիր հիմա հասար բաժին, քեզ ոչ ոք չի լսելու։ Հայրդ զբաղվում է այդ գործով։ Ավելի լավ է մենք մեր հանգստությամբ օգնենք հորդ։ Տատ ոնց ես պատկերացնում, ես ձեռքերս ծալած տանը նստեմ։ Ախր սիրտս պայթում է։ Հասկանում եմ քեզ, բայց քեզ կոտորելով հարցին լուծում չես տա, այ բալիկ ջան։ Ինձ մեկ-մեկ թվում է, որ ճակատիս մեծատառերով գրված է հավերժ դժբախտ։ Հենց բաներ մի ասա։ Բա ինչ ասեմ, տատ։ Ինքդ ես տեսնում, թե ինչա կատարվում։ Տեսնում եմ, բայց վատին չեմ թողնում ներս։ Ընդհակառակ վանում եմ ինձանից։ Իսկ դու ոչ միայն ներս ես թողում քո դժբախտությունը, այլ նաև մի հատ էլ բարի գալուստ ես մաղթում։ Տենց չի կարելի։ Հասկացի։ Մարդ ծնվել է դժվարությունների դեմ պայքարելու համար, ով որ չունի այդ հատկությունը, միշտ էլ դժվար վիճակում է հայտնվում։ Դու դա լավ իմացի։
Մարիա, ուր ես, ինչի չկաս։ Ես երբ որ քեզ պետք է միանգամից վազելով գալիս եմ մոտդ։ Հիմա այս կարևոր պահին ինձ մենակ ես թողնում։ Մարիա, ուր ես, ինչի չկաս։ Ես երբ որ քեզ պետք է միանգամից վազելով գալիս եմ մոտդ։ Հիմա այս կարևոր պահին ինձ մենակ ես թողնում։ Վերջապես։ Չեմ հասկանում, ես պիտի անպայման նեղանամ, որ դու ինձ հիշես։ Անի, Մար, լացում ես։ ան չեմ կարող հիմա քո հարցերին պատասխանել։ Դավիթին են բռնել ու սպանության մեջ են մեղադրում։ Ինչ։ Էս ինչեր ես խոսում, Մար։ Ան հիշում ես այն մարդկանց, որ ինձ խաբել էին։ Հա, հիշում եմ այդ ստորներին ոնց կարելի է մոռանալ։ Սոֆիայի երկրորդ ամուսնուն են սպանել ու հիմա այդ գործում Դավիթին են մեղադրում։ Որովհետև համ հանդիպել են, համ էլ Արտակի հեռախոսի մեջ ձայնագրություն կա, որտեղ Դավիթը Արտակին սպառնում է։ Էդ անհնար է, Մար, մի բան հաստատ այն չի, Դավիթը չէր կարող Մար սպաներ։ Գիտեմ, ան, գիտեմ։ Ուղղակի հանգամանքները Դավիթի դեմ են։ Հնարավոր չի մենք մի օր ուղղակի նորմալ, մարտավարի ապրենք։ Ինչ որ մի բան պիտի լինի, չէ։ Ես չեմ հավատում, ես Դավիթին ճանաչում եմ։ Ան հետո կխոսենք, հա։ Հիմա ես ի վիճակի չեմ։ Հա, ես հասկանում եմ, Մար, բայց հիմա հանկարծ դու չհուսահատվես։ Ես վստահ եմ, որ եթե Դավիթը կապ չունի այդ գործի հետ, իրան հաստատ բաց կթողեն։ Առանց եթեների, ան։ Դավիթը մեղավոր չի։ Ես վստահ եմ։ Նոր իմացա, որ Դավիթի գործով ձեր փաստաբանն է զբաղվում, պարոն Դավթյան։ Իմ փաստաբանն է զբաղվում ու Դավիթը սրանից հետո ոչ մի բառ չի խոսալու առանց իմ փաստաբանի։ Ինչի՞։ Խնդիր կա։ Չէ, խնդիր չկա։ Պարզապես առաջին անգամ եմ ձեզ այս կարգավիճակում տեսնում։ Մի տեսակ կողմնապահ վերաբերմունք եք ցույց տալիս աշխատանքի մեջ։ Խաչատրյան, դու ոնց որ մոռանում ես ում հետ ես խոսում։ Չէ, չեմ մոռանում։ Պարզապես դուք միշտ վստահել եք օրենքին, մեզ, բայց ոնց որ դե հիմա մի քիչ այդպես չի։ Որովհետև Դավիթին շատ լավ եմ ճանաչում։ Թե ուղղակի բարեկամական կապն է խոսում ձեր մեջ։ Չափետ ճանաչի Խաչատրյանը։ Թե չեմ մյուս անգամ սենց բարի չեմ գտնվի ու պատասխան կտաս ասածներիդ համար։ Իսկ հիմա քանի բարի եմ, դուրը հետևից է դանդաղ փակի։ Երևի զարմացել ես, չէ, որ ես իմ ոտքով եմ եկել ձեր տուն նոնա այսքան բանից հետո։ Հայ Միչայելոց ձեր տուն գալուց առաջ պետք է մի քանի անգամ աղոթել, որ նոր փորձանքի հանկարծ չգաս։ Ալա, ես հիմա չեմ կանգնելու, տեսնեմ, թե դու ինձ ոնց ես վիրավորում։ Ու եթե դեռ լռում եմ, դեռ չի նշանակում, որ ես ինձ մեղավոր եմ զգում կամ մեղքի զգացում ունեմ։ Լավ, նոնա, ես քո հետ չեմ եկել խոսելու, Հուրա Մարիան։ Կանչի այն դժբախտ անմեղ դեմքով Մարիային, ով իր բոլոր դժբախտությունները մեր վզին է փաթաթել։ Մարիայի մասին նորմալ խոսա։ Դու իմ տան մեջ ես գտնվում, Ալա։ Ու ես էլ իր մայրն եմ։ Ու այս վերջերս սկսել ես քեզ հեչ լավ չպահել, գիտես։ Լուրջ, նոնա։ Դու ինձնից վատ էիր արտահայտվում Մարիայի հասցեին, ինչը փոխվեց, թե նոր ես սկսել հոգատար մայրիկ դառնալդ։ Ալա, դու իմ ցավը շատ լավ գիտես։ Ու դու գիտես, թե ես այս 15 տարիների ընթացքում ինչերի միջով եմ անցել։ Ու դու հիմա եկել ես ու իմ ցավը իմ երեսով ես տալիս, հա։ Կանչի Մարիային, նոնա։
Ես պետք է իմանամ ինքը ինչի է այդպես վարվում իմ Ռաֆի հետ։ Ինչի հույս տվեց ու փախավ ուրիշի հետ։ Ու հիմա ինքը ինչի է երջանիկ։ Ու իմ տղեն օր ու գիշեր տուն չի գալիս։ Մարիան հիմա շատ վատ վիճակում է գտնվում։ Ավելի վատ, քան Ռաֆը։ Այնպես որ կարաս հանգիստ լինես։ Մարիային ինչ կա, ինքը հասավ իր ուզածին, ու այդ Դավիթը հիմա հաստատ ծիծաղում է իմ Ռաֆի վրա։ Դավիթը այդ մարդը չի, որ ինչ-որ մեկի վրա ծիծաղյալ է։ Նոնա ինչ-որ շուտ է սկսել պաշտպանել Դավիթին, հա, ես մոռացա ճիշտ է, Դավիթն էր մեծացրել Աբուլին, դե Վահանին, ձեր փոխարեն։ Չէ, դու քո բոլոր թույլատրելի սահմանները անցնում ես։ Իսկ ինչի այդ մասին չէիր ասում Մարիային, հա։ Թե քոնը երեխա է իմը չէ։ Քո սիրտը ցավում է իմը չէ։ Ես ոչ գիշեր ունեմ, ոչ ցերեկ նոնա։ Տունս քանդվեց, ու գիտես ինչի։ Քո Մարիայի պատճառով։ Ինքն է մեղավոր։ Կանչի Մարիային, թե չէ ես եմ գնալու իր սենյակ։ Ես քեզ ասում եմ, որ Մարիան իրան շատ վատ ասկումալ է, ու ամբողջ գիշեր չի քնել։ Հա, մեղքի զգացումն է տանջում իրան։ Մարիան ոչ մի մեղք չի գործել, որ մի հատ է մեղքի զգացումը տանջի իրան։ Ուղղակի սխալից հրաժարվելը մեղքից հեռու մնալու առաջին քայլն է, Ալաջան, ասեմ իմանաս, եթե չգիտես։ Մարիա։ Ալա սուս մնա։ Ես քեզ ասում եմ իրան վատ ազգում, չես հասկանում։ Դավիթին տարել են բաժին ու սպանության մեջ են մեղադրում։ Դրա համար Մարիան իրան շատ վատ ազգում ու չհամարցակվես հիմա քո խնդիրները իմ երեխու վզին փաթաթել, հասկացար։ Ինչ մարդասպանությունն ունա։ Այն նույն մարդու սպանության մեջ են մեղադրում Դավիթին, որի մեքենան կոտրելու համար Դավիթին բաժին են տարել։ Ու հիմա մեղադրում են Դավիթին, բայց մենք ոչ մեկս չենք հավատում, թե Դավիթը ընդունակ չի նման բանի։ Աշոտ ջան, կարաս նորմալ բացատրես, հասկանամ ինչ է արել Ռաֆը։ Ուրիշի մեքենան է վնասել, ալլա։ Մարդուն ֆինանսական լուրջ վնաս է հասցրել։ Ու դրա համար հիմա Դավիթն է ոստիկանությունը։ Դավիթը։ Այ հիմա հասկանում ես, թե ինչի չեմ ուզում, որ դու Մարիային տեսնես, հա, Ալա։ Ալա։ Հա, Աբուլ։ Ոնց ես, Մարիա։ Վատ եմ, Աբուլ։ Իմ համար այդ հարցը հիմա անտեղի է։ Դավիթից նորություն չկա, չէ։ Չէ։ Պապայի զանգին եմ սպասում, չի թողնում, որ գնամ բաժին։ Հա, ճիշտ անում։ Գնաս ինչ անես։ Հիմա տեսակցություն էլ չեն թողնի։ Կգժվեմ սենց, Աբուլ։ Մարիա, իմ համար էլ է շատ բարդ։ Շատ դժվար է այս ամեն ինչը, բայց ես փորձում եմ ինձ հավաք պահել։ Դու էլ փորձի, մինչև հասկանանք ինչ է լինում։ Ես վստահ եմ, որ Դավիթը մեղավոր չի։ Վստահ եմ, որ այդ ամենի հետ ինքը կապ չունի։ Իմ աղբերը ընդունակ չի մարդ սպանելու։ Թեկուզ ամբողջ աշխարհը հակառակն ասի, մեկը ես պայքարելու եմ։ Ինչ ես ուզում, Լիլիթ։ Նոնա ջան, իմացել եմ կատարվածի մասին, ուզում եմ Մարիային տեսնեմ։ Անի ջան, լավ ես արել, որ եկել ես։ Մարիան իրան լավ չի զգում։ Իր սենյակում է։ Դու այստեղ սպասի, ես գնամ կանչեմ գամ, լավ։ Լավ։ Լիլիթ, ես քեզ հետո կզանգեմ, հա։
Ես էլ չեմ դիմանում ան, էլ ուժ չունեմ։ Մարիա, հասկանում եմ, ինչ կանել դժվար լինի, հիմա խնդրում եմ էլի հավաքի քեզ։ Չի ստացվում ան։ Դավիթը իմ պատճառով է այնտեղ, ինքը մեղք չունի։ Այս ամենը սկսվել է իմ սխալից ու իմ գործի պատճառով։ Ախր հիմա սենց քեզ մեղադրելով դու ինչի ես հասնելու։ Ոչ մի բանի։ Մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, որ Դավիթը չէր կարող մարդ սպանել։ Ո՞վ է համարձակվելու անմեղ մարդուն պատժի, հա։ Իսկ այն ժամանակը, որ Դավիթը հիմա բաժնում անցկացնում, որ մենք իրարից հեռու ենք ու անտեղյակ, ամեն ինչ էլ կանցնի, Մարիա, ամեն ինչն էլ կանցնի 100% ուղղակի ժամանակ է պետք, խնդրում եմ հավաքի քեզ։ Հեշտ եք խոսում, բոլորդ շատ հեշտ եք խոսում։ Դժվար է ուժեղ մարդ լինելը, դժվար է այսքան պայքարելը, որովհետև որ է գալիս, որ էլ չես ուզում պայքարել, էլ չես դիմանում, էլ չես կարողանում։ Իմ կյանքը պայքարի միջով է անցել ու ես չեմ էլ զգացել, թե երբ եմ ապրել։ Բարև ձեզ։ Բարև Դավիթ ջան։ Ես կարճ ժամանակով եմ ստեղ։ Տեսակցությունները խստի վարկելված է, ես ներքին կարգով կազմակերպել եմ։ Ու Խաչատրյանը որ իմանա լավ չի լինի։ Չէ, չմտածես որ վախենում եմ իրանից, ուղղակի լավ կլինի որ չիմանա։ Ամեն դեպքում քո գործը ինքն է քննում։ Ես չեմ հասկանում ինչի եմ իմաստեղ, կամ ինչի են այդ արտակի սպանությունը կամաց-կամաց իմ գլխին ջարդում։ Դավիթ, ես ուզում եմ դու իմ հետ մաքսիմալ անկեղծ լինես։ Ու Մարիայի նման չնեղանաս իմ հարցերից։ Ես ինչ անում եմ քո համար եմ անում։ Ու ինչ հարց։ Այդ արտակի հետ որ հանդիպել եք, ինչ որ քաշքշուկ, կռիվ, նմանատիպ ինչ ա եղել։ Մեր մեջ շատ վատ խոսակցություն ա եղել, բայց բանը կռվին չի ասել։ Կոպիտ եմ հետը խոսացել, վախացրել եմ, բայց ուրիշ ոչ մի բան չեմ արել։ Արտակը ձայնագրել է ձեր խոսակցությունը, տեղյակ ես։ Գիտեմ, լսել եմ, բայց այդ ամեն ինչը ես արել եմ, որ վախացնեմ։ Ես ինչքան էլ մարդուն չսիրեմ, ատեմ կամ չընդունեմ, իմ հարցերը հաստատ սպանելու միջոցով չեմ լուծի։ Ես հասկանում եմ ձեր հարցերի նպատակը, բայց ուզում եմ, որ դուք ինձ վստահեք։ Մարիային, որ ես հարցը տվեցի, նեղացավ։ Բայց դու ինչ ճիշտ հասկացի։ Ես ուզում եմ այս հարցի մանրուքները իմանալ։ Այս հարցին ամեն կողմից պետք է ես մոտենամ։ Ես ճանաչել եմ այդ արտակին։ Ու վստահաբար կարամ ասեմ, որ դրա հետ գործ բռնել է այդ հիմարությունը։ Ես հասկանում եմ ձեզ։ Փախուստի ծրագիրն ես մտածում։ Ինչ ես խոսում, մամա։ Եթե իմ կասկածները հաստատվեցին, ես կերազեմ մեռնելու մասին։ Մամա, ասելու ես վերջապես հասկանամ ինչ ա եղել, ինչ եկել ես գորգռում ես, ուր էիր։ Քեզ ինչ ուր էի, քեզ ինչ, Ռաֆ։ Ես արդեն խելագարվում եմ։ Մամ, եթե ոչ մի բան չես խոսում, ես գնամ, շտապում եմ։ Դու ես դռնից դուրս չես գա, մինչև իմ հարցերին չպատասխանես, հերիքա։ Հենց դուրս եկար, ուրեմն դու էլ մայր չունես, Ռաֆ։ Մամ, ինչ ա եղել, խոսա։ Ես Ռուբենստանն էի։ Ու գիտես ինչ եմ իմացել։ Ինչ։ Դավիթին են բռնել մարդասպանության համար։ Այն մարդու սպանության համար ու մեքենան դու կոտրել էիր։ Ու ինքը հայտնվեց բանտում։ Ռավ, ես նկատում եմ, ես գիտեմ, որ դու խառնես, նայ աչքերիս, հենց հիմա նայ աչքերիս։ Ես գիտեմ, որ դու խառնես։ Ես տեսնում եմ քո ամեն հեռախոսի զանգին դու խառնվում ես իրար։ Դու կապ ունես այդ մարդասպանության հետ, Ռավ։ Մամ, ինչ ես ուզում որ քեզ ասեմ, հա, ինչ ասեմ, ոնց ասեմ։ Կասես ինչի ես ուզում այդ լսես, ինչ ա փոխելու։
կարա։ Չի կարա նման բան լինի։ Ես չէի կարա մարդասպան որդի դաստիարակել, ես չէի կարա։ Անհնար բաներ ես ասում, ասա որ սուտ ա։ Ախր դու խիղճ ունես, չէ Ռավ, դու իմ արյունն ես, դու գիտես բոլոր կարելիներն ու չի կարելիները։ Ռավ, խնդրում եմ, ասա որ կատակ ես արել, ասա որ դու չես։ Մամ, ես քեզ չեմ կարող խաբեմ, որովհետև առանց էդ էլ ես այսքանի օր այդ մեղքի տակ չեմ կարողանում ապրել։ Ռավ, ասա որ կատակ ես անում։ Ռավ, ասա որ ես իմ բնավորության համաձայն հիմար բաներ եմ հիմա մտածում։ Ինչի չես ասում, Ռավ։ Ռավ, ասա որ կատակ ես անում, անհնար է։ Մամ, ինչ էլ ուզում ա լինի, դու քեզ չմեղադրես, որովհետև դու մեղավոր չես, լսում ես։ Դու մեղավոր չես, մամ, դու մանկուր ես, այդ ես եմ որ անընդհատ ես ընտանիքի պատիվը գցում եմ, պապան ճիշտ էր ասում, մամ։ Չէ, մի ասա։ Մամ, ես եմ սպանել այդ մարդուն, բայց երդվում եմ, մամ, լսում ես, երդվում եմ, ես դիտավորյալ չեմ արել դա, այդ միամիտ ա ստացվել, երդվում եմ, մամ։ Ես ինչ ես արել դու, Ռավ, ոնց։